Սննդակարգ են պահում եւ քաշը չի նվազում։ Տեսեք, պատճառները կարող են շատ տարբեր լինել, կարող է լինի նյութափոխանակության, մարսողության խնդիր, կարող լինի նախկինում պահած սխալ սննդակարգի հետևանք, կարող լինի առողջական խնդիրների հետևանք, օրինակ հորմոնալ խանգարում, վահանաձև գեղձի խանգարում, շաքարային դիաբետ։ Քաշը կարող է չնվազի, եթե կա ստրես, այսինքն կորտիզոլ հորմոնը բարձր է, պատճառները շատ տարբեր են եւ միայն այնպես չի, որ մարդ սնվում է շատ կամ կալորիական ու դրա հետևանքով է ավել քաշը։ Շատ-շատերը ասում են, որ սովորիր բերանդ փակ պահել ու դու կնիհարես, բայց չէ։ Կան շատ առողջական խնդիրներ, որոնց հետևանքով քաշը ավելանում է։ Դա կարող լինի նաև ուշ քնելու հետևանքով, կարող դուք ոչ մի խնդիր չունենաք, բայց հավատացնում եմ, եթե երկար ժամանակ դուք ուշ քնեք, հաստատ խնդիրներ կառաջանան, կարտահայտվի, չգիտեմ, կորտիզոլ հորմոնի բարձրացմամբ, վահանաձև գեղձի խնդիրով կամ հորմոնալ խանգարումներով, բայց դա զգացնել կտա տարիների ընթացքում։ Իհարկե մի անգամից ուշ քնելը ձեզ չի վնասի, բայց տարիներ հետո առողջականը հաստատ կտուժի։ Դրա համար կարգավորեք ձեր քունը, նվազեցրեք ստրեսը, սնվեք մաքսիմալ առողջ, ձեզանից կախված մաքսիմումը արեք, ու եթե կասկածներ ունեք որոշակի հիվանդությունների, ես ներքևում կթողնեմ ինչի հետևանքով կարող քաշը ավելանա, կարող եք գնալ թերապևտի մոտ կամ էնդոկրինոլոգի մոտ, ինքը կնշանակի ձեզ անալիզներ ըստ ձեր գանգատների եւ խնդիրների։